տեխնիկայի շուրջ որոշ պատասխան։ Հերթական լսարանային դասն են անցկացնում ժամկետային զինծառայողները։ Մասնագիտական տարբեր առարկաների միջոցով նրանք սկզբում լավ սերտում եւ սովորում են իրենց զորատեսակի առանձնահատկությունները եւ օգտագործման ձևերը։ Այս ծավալին նշան։ Առօրյան անցնում է հագեցած դասերով, ընդհանուր ավտոպարկում լսարանային դասեր լինում նաեւ շարունակում ենք ըստ օրվա կարգացակի։ Ղեկավարում եմ ամբողջ հաշվարկը մարտից մինչև ավարտ ղեկավարում, որպեսզի բոլորը կատարեն իրենց առջև դրված խնդիրը կոնկրետ իրենց մասնագիտության ուղղությամբ, ինչքան հնարավոր է շուտ ու ճշգրիտ։ Հնարավորինս ճշգրիտ ու ներդաշնակ գործելու եւ զինատեսակը հավուր պատշաճի գործի դնելու համար զինվորները շատ են պարապում։ Հարկ եղած դեպքում օգնության են հասնում նաեւ զինակից ընկերներին։ Փորձում եմ օգնել մնացածին, նոր ինչ գիտելիքներ, որ ես եմ ստացել, հմտացրել, դրանք փոխանցել մյուսներին, որպեսզի նրանք կարճ ժամանակահատվածում կարողանան բարձր գիտելիքներ ունենալ։ Այստեղ բոլորը գիտեն զորատեսակի առանձնահատկությունները եւ կարեւորությունը, գիտեն թե ինչ պատասխանատվություն է դրված իրենց ուսերին եւ ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Մասնագիտությամբ հաշվարկի հրամանատար եմ, քանի որ հրետանային զենք է, հաշվարկները լինում են 5-ից 6 հոգի եւ հրամանատարը պետք է ղեկավարի ամբողջ անձնակազմը, քանի որ հաշվարկի հրամանատարը պատասխանատվություն է կրում ամբողջ անձնակազմի համար, նաեւ նա պարտավոր է բոլորի մասնագիտությունները իմանալ, եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի վայրում թերանա, պետք է նա լրացնի այդ։ Այս ստորաբաժանումում զինվորների առօրյան բավականին հագեցած է, սկսած առավոտյան նախավարժանքից մինչև անվանականջ։ Տղաները գիտեն, լավ արդյունքի համար պետք է շատ աշխատել եւ բարեխղճորեն ծառայել։ Հիմնականում անցնում ենք մասնագիտական, տեխնիկական, ինչպես նաև հասարակական պետական պատրաստություն առարկաները։ Հիմնական առարկան օրվա մեջ լինում է մասնագիտական, քանի որ դեռ վարժվելու շատ տեղ ունենք, հաշվարկը պետք է համալրվի եւ ներդաշնակված լինի։ Հիմնական դասերը անցնում են գործնական պարապմունքներով։ Նաև լինում են լսարանային պարապմունքներ արդեն տեսական գիտելիքներով։ Տեսական գիտելիքները իրական տեխնիկայի վրա գործի դնելուց առաջ տղաները նաև վարժասարքերով են պարապում։ Իրենց գիտելիքն ու փորձն էլ պատրաստակամորեն փոխանցում են վերջին զորակոչին իրենց միացած նորեկներին։ Քանի որ նորակոչները շատ են, հաշվարկի հրամանատարները օգնում են նրան, որպեսզի ներդաշնակվեն մասնագիտական թե տեխնիկական պարապմունքների ժամանակ փորձում ենք ժամանակահատված գտնել, որ օգնենք իրենց, որպեսզի իրենց մասնագիտությամբ ավելի խորանան, որովհետև ունենալու ենք մարտական հրաձգություն, որի ժամանակ իրենց դերը մեծ նշանակություն ունի։ Զինված ուժերում կարևոր է նաև ներդաշնակումը բոլոր ստորաբաժանումների միջև։ Զինվորները քաջգիտակցում են, միայն համատեղ ջանքերով է հնարավոր հասնել լիարժեք արդյունքի։ Հաշվարկի աշխատանքի մեջ այնքան է կարևոր, որ ընթացքային մասի համար, եթե ինչ-որ խնդիր է առաջանում, ես եմ վերացնում, հատկապես սպասարկումների ժամանակ պետք գալիս այդ իմացությունը։ Ճիշտ եւ ժամանակին կողմնորոշվել, դիպուկ կրակ արձակել եւ գործել ներդաշնակված։ Ահա լավ եւ բանիմաց մասնագետի գաղտնիքը։ Հակատանկային ստորաբաժանման ժամկետայինները սա արդեն հասկացել են, նվիրումով են ծառայում եւ բարեխղճորեն կատարում իրենց պարտականությունները։ Ես ջանքերն չեմ խնայում, որպեսզի իմ ծառայությամբ օգտակար լինեմ պետությանը եւ զինված ուժերին։ Յուրաքանչյուրս մեր ոլորտում լավ մասնագետ լինելով կնպաստենք մեր հայրենիքի զարգացմանը։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։